Սիրելի հայրենակիցներ, Ամանորի շեմին մենք դիմավորում ենք նոր տարին, թեև մեր հայրենիքում, սակայն հեռու մեր տներից և մեր պապենական օջախներից։ Մենք բռնի կերպով տեղահանվել ենք Արցախից, սակայն որևէ ուժ չի կարող խլել և երբեք չի կարող խլել վերադարձի մեր իրավունքը։ Արցախից հեռանալը հրաժարում չէ Արցախից, այն ժամանակավոր պարտադրված վիճակ է, որի տրամաբանական և արդար ավարտը պետք է դառնա մեր ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձ հայրենի հող։ Այսօր Արցախը բռնի զավթված է, բայց ոչ լքված։ Այն շարունակում է ապրել մեզնով, մեր հիշողությամբ, ինքնությամբ և միասնական կամքով։ Քանի դեռ վերադարձի պահանջը կենդանի է մեր գիտակցության և համազգային օրակարգում, այն կմնա մեր պայքարի առանցքը։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը հայտնվել են ծանր սոցիալական պայմաններում։ Հազարավոր ընտանիքներ կանգնած են կենցաղային, բնակարանային և զբաղվածության լուրջ խնդիրների առաջ։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների անմիջական պարտականությունն է ապահովել լիարժեք, շարունակական և հասցեական աջակցություն։ Արցախի իշխանությունները լիովին գիտակցում են մեր առջև ծառացած սոցիալական մարտահրավերները և շարունակելու են հետևողական քաղաքական և իրավական պայքարը՝ պաշտպանելու մեր հիմնարար իրավունքները թե այսօր արժանապատիվ ապրելու, թե վաղը Արցախ վերադառնալու համար։ Հարգելի հայրենակիցներ, խոնարհվում ենք զոհված հայրենիների անմար հիշատակի առաջ, նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենի հողը պաշտպանելու համար։ Նրանց սխրանքն ու զոհողությունը մեզ պարտավորեցնում են չհաշտվել տեղի ունեցածի հետ և շարունակել պայքարը հանուն արդարության և արժանապատիվ ապագայի։ Չենք կարող և իրավունք չունենք չպահանջելու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող ռազմաքաղաքական և քաղաքացիական գերիների ազատ արձակումը։ Նրանց ազատ արձակումը միջազգային իրավունքի անբեկանելի պահանջ է և համազգային օրակարգի առաջնահերթ խնդիրներից մեկը։ Թող գալիք տարին դառնա համախմբման, դիմակայության, վերադարձի հավատը ամրապնդելու տարի։ Արցախը մեզ սպասում է։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։